Եվ այսպես, Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հանդիպել է իր աջակիցների հետ։ Քոչարյանը մտածում է, թե ինչու է երկրի ղեկավարը քայքայում պետականության հիմքերը եւ միայն 3 տարբերակ է ըստ նրա ի հայտ գալիս, կամ վարչապետը գործակալ է, կամ տգետ ու մեծամիտ, կամ միտումնավոր է անում։ Քոչարյանը կարծում է, որ վարչապետը քանդում է երկրի անվտանգությունը։ Անվտանգությունը ուղղակի քայքայում են բանակը արդեն ենթադրաբար քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցություն։ Երկրորդ, ինչ արվում ազգային ինքնությանը դուք տեսնում եք։ Հարձակվել են այդ ինքնության 3 ամենից կարևոր բաղադրիչների վրա։ Եկեղեցի, պատմություն եւ սիմվոլներ։ Պատմությունը իրական Հայաստան, պատմական Հայաստան, այդ անիմաստ անհասկանալի հակադրությունը եւ մյուս կոմպոնենտները չմանրանան։ Հետո Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե Փաշինյանը թոք է Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք է ազատվել, նա պատերազմի վտանգով սարսափի մեջ է պահում մարդկանց։ Փաշինյանի ամբողջ հույսը միամիտ քաղաքացին է, որը այսպիսի վերլուծություններ չանելով հերթական անգամ մտածի, թե երկու չարիքից որի հետևից է ինքը գնում։ Մեր առաջարկը, մեր մոտեցումը հետևյալն է՝ պետական շահերը առաջին տեղում եւ երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի եւ պետականության շահերին։ Այլ կերպ ուղղակի չի կարող լինել, այլ կերպ նշանակում է մեկ բան, մենք կործանում ենք մեր հայրենիքը, նշել է Քոչարյանը։ Հանրապետության երկրորդ նախագահը վստահ է, Փաշինյանը ժողովրդին մոբիլիզացնելու ռեսուրս չունի, դրա համար էլ կոմպրոմատներով է աշխատում եկեղեցու դեմ։ Բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ վեհարան գրոհել բան չի կարա։ Չունի այդ հնարավորությունը։ Եթե ունենար, ապա այս KGB-ի մեթոդները չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Քոչարյանը նաև անդրադարձել է KUST բանակցային գործընթացին, հայտարարելով, թե այնտեղ քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը։ Դա էր սեղանի վրա եւ շատ մոտ էինք այդ տարբերակին, բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետեւ այդ հռչակելը կնշանակեր մեկ բան՝ բանակցային գործընթացի ձախողում եւ պատերազմ հրահրելու առիթ։ Ըստ Քոչարյանի, ինչ է արել Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին։ Խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է Արցախը Հայաստանը եւ վերջ եւ ըստ էության ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ազդակ է ուղարկել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Մենք դա չենք արել, որ նման խնդիրներ չունենանք 1994 թվականին, 97-ին, 2000-ին, 2008-ին։ Սա անպատասխանատվության ծայրահեղ աստիճան է, ավելի ճիշտ տգիտության, հիմարության կիրառումներ։ Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, իդեմս Եվրամիության։ Պրոբլեմներ ունեցավ Հայաստանը այն ժամանակ, երբ այս եռյակին Փաշինյանը մերժեց, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Եվ այժմ զրուցելու եմ ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, վերջից երևի գանք, հա, ինչու է ուրեմն Հայաստանը մերժել այս եռյակին, որից հետո սի խնդիրներ են ունեցել 2018-ին, կամ ինչպես է մերժել Ֆրանսիային, Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին։ Եվ ինչ է նշանակում մերժել, ընդհանրապես ըստ Ռոբերտ Քոչարյանի, այսինքն դա ինչպես է արտացոլվել այդ մերժումը, արդյոք իրենք բերել են եւ առաջարկ են արել մի այնպիսի լուծում, որը նաև որին կողմ էր նաև Ադրբեջանը եւ Հայաստանը ըստ երևույթին մերժել է, թե այդպիսի բան կար, թող նա բարձրաձայնի, բայց նա չէր բարձրաձայնում, իհարկե, գիտեք, ես հազիվեցից աղաս զսպում, երբ դուք խոսում եք Ռոբերտ Քոչարյանի եւ բարձրաձայնում եք իր առաջ բերած հայտարարությունները, երբ ԿԳԲ գործակալը փաստորեն մեղադրում է մեկ այլ մարդու ԿԳԲ գործակալ լինելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը խոսում է նաև ազգային ինքնություններից, նա փաստորեն ըստ Ռոբերտ Քոչարյանի, օրինակ քեռակնոջ հետ ինտիմ կապերի մեջ մտնող հայ առաքելական եկեղեցու դիվանապետը ըստ Ռոբերտ Քոչարյանի ազգային ինքնություն է։ Տարատեսակ իր տարիներին, նամանավանդ իր նախագահության տարիներին բռնաճնշումների, քաղաքական սպանությունների, մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն մեծ գործարքների կատարումը եւ դրանք օրհնելը Գալիգեն կաթողիկոսի կողմից ըստ Ռոբերտ Քոչարյանի ազգային ինքնություն են։ Սա այն ամենը, ինչ պետք է մենք հասկանանք Ռոբերտ Քոչարյանի նախագահ տեսակի մասին։
Նա նաև խոսում է, որ կարևոր է որպեսզի ազգային շահերը վեր լինեն անձնական շահերից, պետք էր այնտեղ հարցնել պարոն Քոչարյանին, թե որ ազգի շահերի մասին նա խոսում, որովհետև դա ընդհանրապես կապ չունի Հայաստանի Հանրապետության ազգային շահերի հետ, որովհետև նա մեկ օրից իր առաջին օրվանից սկսած չի ներկայացել Հայաստանի Հանրապետության շահերը, ընդ որում այդ տարիներին ես հիշում եմ, թե Վանո Սիրադեղյանը, թե Վազգեն Սարգսյանը խոսում էին, որ նա ընդհանրապես հայ չէ, հիշում եք այդ հայտարարությունը, որ երբ արդեն Ռոբերտ Քոչարյանի իշխանության էր, ասում են այս գետից այն կողմ թուրքերն են, այս գետից այն կողմն են թուրքեր, հումորով էին ասում, որտեղ իրականում այո, Ռոբերտ Քոչարյանը եւ իր նախագահության տարիներին մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը ստորադասվել են իր անձնական շահերին եւ Ռուսաստանի Դաշնության շահերին։ Եվ այդ պատողները մենք սկսեցինք քաղել հենց այդ օրվանից սկսած։ Պարոն Բլեյան, այնինչ վերաբերում է օրինակ Key West-ին, հա, տեսեք, Քոչարյանը ասում է 2018-ին Փաշինյանը մերժել է այդ եռյակին Մինսկի խմբի, հա, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, չնշելով ինչն է մերժել, եթե մերժել է, հա, ինչ են առաջարկել, որ մերժել է։ Նախ այստեղ կարծում եմ նաև սա պարզ մանիպուլյացիա է, եւ երկրորդը ասում է Key West-ում բանակցային սեղանի վրա հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակն է եղել, ու մենք դրան շատ մոտ ենք, բայց մենք միակողմանի չենք գնացել այդ ճանապարհով, այսինքն դուրս է գալիս որ Քոչարյանն է մերժել եռյակի առաջարկը։ Բերել են ասել են էսա, տեսեք սեղանի վրա Արցախ Հայաստանին միացնելու հարցն է, ըստ Քոչարյանի ասածի դուրս է գալիս Քոչարյանն ասել է, չէ, չենք գնում այս ճանապարհով միակողմանի։ Եվ ինչու՞ չի հրապարակում պարոն Քոչարյանը օրինակ այդ առաջարկը, որը Key West-ում ըստ իրենք պետք է ընդունեին, բայց օրինակ Ադրբեջանը չէր ընդունում, այդ իսկ պատճառով իրենք միակողմանի չէին գնում։ Չէ, իրոք էսա դավաճանություն չի իրենց ընկալման։ Դավաճանությունը գիտեք որն էր, Արցախը բանակցային գործընթացից հանելը եւ քննարկելով Ադրբեջանի հետ Հայաստան-Ադրբեջան տարածքային փոխանակման ծրագիր, առաջարկ եւ դրանով ազգերի ինքնորոշման կարեւորությունը, այդ սկզբունքը ստորադասել եւ ընդհանրապես փոխակերպել տարածքային վեճի։ Իր նախագահության ժամանակ Հայաստան-Ադրբեջան Ղարաբաղյան կոնֆլիկտը դարձավ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ։ Արցախցիների այդ ազգերի ինքնորոշման սկզբունքը, որի վրա մենք շեշտ ենք դնում, փոխակերպվեց, դարձավ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ։ Ընդ որում սա այն էր, ինչ միշտ Ադրբեջանն ասում էր 90-ականների սկզբից, որ Հայաստանը մեր նկատմամբ պահանջներ ունի տարածքային։ Եվ ընդ որում 90-ականների սկզբից մենք միշտ ասել ենք, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց այնտեղ կա Լեռնային Ղարաբաղ, որն ու իրավունք ունի ինքնորոշվել եւ Խորհրդային Միության տարիներին ինքնորոշվեց, մի խոսքով։ Այսինքն այդ ամենը այն սկզբից մենք խոսում ենք։ Իդեպ 98 թվականի նամակը, երբ վերընթերցում ես Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյանի գրած Վազգեն Սարգսյան, այնտեղ տողատակում արդեն իսկ երևում է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը հենց այն ժամանակվանից արդեն փակուղային էր։ Արդեն փակուղային էր։ Եվ նա խոսում է Սիրադեղյանն ասում է օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը իր գլուխն ազատեց այդ ամենից, դու քո վրա վերցրեցիր, մնալու է քո վրա, հա այդպեսի բառամթերք կա այնտեղ օգտագործված։ Գիտեք որն է ցավալին, եւ Քոչարյանը, եւ Սարգսյանը, եւ Տեր-Պետրոսյանը 2018 թվականին քաջ գիտակցել են, որ սա անթույլատրելի կետի է հասել, պայթյունավտանգ կետի է հասել եւ իրենք մատը չեն տվել հանուն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի օգնել գործող իշխանությանը, որպեսզի թույլ չտալ պատերազմ լինի, այլ հակառակը լծված են փողոցային պայքարով եւ գոռում գոչում են հողատուն եկել է, հողերը պետք է հանձնի, թուրքի գործակալ է, Սորոսի գործակալ է։ Նիկոլ Փաշինյանն էլ փորձում էր որքան ուժ ունի Արցախը Հայաստանը եւ վերջ էր գոռում, Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ ունենք, այսինքն ամեն կերպ ուզում էր ցույց տալ, որ նա կապ չունի արևմուտքի հետ, որ նա ամենապրո արցախյանն է, եւ այդ ընթացքում կորսվեց կարևորագույնը իրականության հետ զգացումը։ Եվ մենք ունեցանք այնինչ ունեցանք։ Եվ Սերժ Սարգսյանն ամանավանդ ամենակաջը գիտակցելով, թե ինչ փակուղային վիճակում է, որի մասին նա խոսում էր դեռ 17 թվականի արդեն խորհրդարանում։ Հայաստանի խորհրդարանում, Արցախի խորհրդարանում,
երբ ասում էր պետք է համաձայնվեք այդ հողատարածքների վերադարձին, հակառակ դեպքում կերկենք Ստեփանակերտ։ Բայց հակառակը, այսինքն ամենացավալին որն է, մանավանդ Տեր-Պետրոսյանի պարագայում ես վստահ եմ նա նույնպես տեղյակ եղել այս փակուղային իրավիճակին, բայց իրենց մոտ չգտնվեց այդ պետական գիտակցության զգացումը, բարձր զգացումը, որ օրինակ իրենք երանախագահներով, հա, Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան կարող են միավորվել, ինչ-որ մի դաշինք ստեղծել հանուն Հայաստանի Հանրապետության, բայց իրենց մոտ լրիվ այլ տարբերակ էր։ Իրենք ուզում են, որ պատերազմ լինի, այդ պատերազմի արդյունքում իրենք գան իշխանության։ Եվ հենց դա էլ իրենք փորձում են արդեն 21 թվականին անել։ Եվ դա օրհնվում էր Գարեգին Բ. կաթողիկոսի կողմից։ Իսկ եկեղեցին պետք էր այդ ժամանակ կանգներ պետության թիկունքին, ոչ թե հարվածեր թիկունքից։ Եվ Գարեգին Բ. կաթողիկոսն օգտագործելով իր լուսավորչի գահը հարվածում էր պետությանը։ Այստեղ եկեղեցին պետք է վերկուսակցական լինի։ Կարևոր չէ ով է իշխանության։ Ընդհանրապես Գարեգին Բ.-ի համար բոլորը պետք է լինեն եղբայրները։ Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը պետք է լինեն եղբայրները։ Եվ նա բոլորին պետք է մեղքերի թողություն տա։ Հասկանում եք։ Ոչ թե ասի սա իմ եղբայրն է, սա իմ թշնամին է։ Չի կարող այդպիսի տարաբաժանում լինել։ Նա ամենայն հայոց կաթողիկոսն է։ Դե անունով։ Չէ։ Բովանդակության մեջ փոքրինչ դժվար է դրան հավատալը, բայց այնուամենայնիվ երբ Քոչարյանը օրինակ որ խոսում է ազգային, չգիտեմ, ինքնության եւ այլնի այդ հակադրությունների մասին, հա, իրական Հայաստան, չգիտեմ, պատմական Հայաստան, իր բառերով եկեղեցի, սիմվոլներ եւ այլն, հա, եթե սիմվոլներ ասելով օրինակ նկատի ունի Արարատի կնիքը անձնագրերում, որ այլևս չկա, այնպես չէ՞ որ մենք ծնված օրվանից այդ կնիքով ենք եղել, դա 2000-ականներին են բերել մցրել բանի մեջ, կնիքների մեջ, այդ սահմանահատման, հա, այսինքն նկատի ունեմ այնպիսի բաների հետևից են ընկնում, որոնք մեծ հաշվով, եթե ինչպես նաև իշխանություն ներկայացուցիչներն են շատ հաճախ նշում, հա, մեծ հաշվով կամ ֆիզիկապես մերը չեն, որպես ազգային կամ պետական սիմվոլիկա իրան, պետական սիմվոլիկա օգտագործել, կամ մենք տեսնում ենք այդ ազգայինի տակ ինչ վարք, ինչ արժեքներ են դրված, հա, օրինակ Գյումրիի, Նախորեի պատարագին, այնտեղ որոշ եկեղեցականների հայտարարությունները վկա, էլի։ Եվ մենք ապրել ենք այդ ամենի միջով։ Հասկանում եք, Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց իր իշխանությունը հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ եւ լքեց իր պաշտոնը 2008 թվականի ոճրագործությամբ։ Եվ այդ ընթացքում քանի քաղաքական սպանություններ տեղի ունեցան։ Այն քաղաքական հետապնդումները, քաղբանտարկյալները, եւ իրենք ուզում են ասել, որ այսօր օրինակ այդ եկեղեցականներն են քաղբանտարկյալ։ Այո, դες իրենց։ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի ինչ է քաղբանտարկյալը։ Այդ ժամանակ մենք ունենք բազում զեկույցներ, Amnesty International, Միացյալ Նահանգների պետդեպի զեկույցները, զետեղված են այդ մարդիկ։ Բայց նոր որևէ զեկույց ես չեմ տեսել, որտեղ Վազգեն Գալստանյանը կամ մյուսները այնտեղ ներառված կլինեին որպես քաղբանտարկյալներ։ Եվ Ռոբերտ Քոչարյանը այն անձնավորությունն է նաև, որի տարիներին թալապես այն ոսկե ժամանակաշրջանն էր, երբ գրեթե ամբողջ աշխարհում հայ տնտեսական բում կար։ Մինչև 2008 թվականի հիշում եք համաշխարհային ճգնաժամը։ Տնտեսությունները բարգավաճում էին, բայց նա լքեց իր նախագահական պաշտոնը, երբ արդեն ռազմական բյուջեն Հայաստանի եւ Ադրբեջանի 1:5-ի հարաբերակցություն ուներ հօգուտ Ադրբեջանի։ Սա այն ամենը, ինչ մենք պետք է իմանալ մենեջեր Ռոբերտ Քոչարյանի մասին։ Նաեւ պետք է հիշենք, որ իր նախագահության տարիներին կարևորագույն ռազմավարական օբյեկտները կոպեկների դիմաց փոխանցվում են Ռուսաստանի Դաշնությանը, միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը ներում էր անգամներով շատ
պարտքեր Ղրղստանին, Կուբային, Վենեսուելային եւ մնացածներին։ Հատկանշական է Ղրղստանը։ Այսինքն Ղրղստանին ներում էին, մեզ չէին ներում եւ մեզնից խլում տանում էին։ Եվ ըստ Ռոբերտ Քոչարյանի սա պրագմատիկ քայլ էր։ Այդ ամբողջ հավկիթները հավաքել ռուսական զամբյուղում ըստ Ռոբերտ Քոչարյանի ազգային ինքնություն է եւ ազգային շահերի վերադասում։ Հետո Քոչարյանը օգոստոսի 8-ից է խոսում, ասում է առանց միջնորդների է այդ process-ը տեղի ունեցել, ինչը շատ վտանգավոր է, հա։ Հայաստանը ոչինչ չի արել, որպեսզի այդտեղ լինեն միջնորդներ։ Դե իր պատկերացած միջնորդը Ռուսաստանն է։ Հա, եթե Ամերիկան է, այդ արդեն միջնորդ չի։ Հա, իր համար են հումորի նման ուրիշ հերոսի հեքիաթի, ուրիշ հերոսի անուն չգիտես։ Ռուսաստան։ Ուրիշ հերոսի անուն իրենք չգիտեն։ Իբր թե կոմպլեմենտարիզմի քաղաքականություն էին վարում ըստ Վարդան Օսկանյանի իր արտգործնախարարի։ Բայց այդ արևմտյան սոուսի տակ ամբողջությամբ պրոռուսական քաղաքականություն էր։ Իբր թե ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ էին անում, բայց դրա փոխարեն կարևոր տնտեսական լծակները փոխանցվում էր, այդ թվում ռազմական լծակները եւ անվտանգային լծակները փոխանցվում էր Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ որը շարունակվեց արդեն պարոն Սարգսյանի տարիներին։ Ինչ ազգային շահեր են իրենք պետք է խոսեն։ Այո, մենք կարող ենք ասել, օրինակի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը ինչ փորձեր էր անում, որպեսզի ավելի նվազեցնի այդ կախվածությունը, բայց քանի որ նա լեգիտիմ նախագահ չէր եւ չուներ լեգիտիմ աջակցություն ներքին, եւ վստահ եմ, թե որքան ինչպես դոսիե կա իր վրա, հա, Ռուսաստանի Դաշնությունում, հետեւաբար նա չէր կարող ամբողջությամբ գործեր այնպես, ինչպես նա ենթադրենք կցանկանար հօգուտ Հայաստանի։ Բայց այն վարկագիծը, որ Սերժ Սարգսյանը ցուցաբերում էր 18 թվականից հետո, սա է քստմնելին, որ նա լավագույնս պատկերացնում էր, թե ինչ իրավիճակում է Ղարաբաղյան բանակցությունները։ Ասում էր փակուղում են։ Փակուղում է, բայց դրանից հետո չէր խոսում փակուղուց։ Լավ, հեռացել ես, ասացիր Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, հեռացել ես, սկսիր խոսել, գրել, բարձրաձայնել, մատնանշել 2016 թվականի պատճառները, խոսեր, որ 2016 թվականը նախերգանքն էր, որ 2016 թվականի քարորիա պատերազմը զգուշացումն էր։ Չէ, բա, այդտեղ էլ արդեն իրենց անձերն են։ Ինքը մտածում էր իր մասին, իր պատմության մասին, ինչ անունով կգրվի, չէ՞ որ նա ինչ էր ասում։ Մենք հաղթեցինք, Իլհամ Ալիևն եկել էր, կամ իրենց պաշտպանության նախարարն եկել էր, Գենշտաբի պետը կարծեմ եկել էր եւ Ռուսաստանը մաղրցում էր, որ մենք կանգնենք։ Իսկ 800 հեկտար հողը այդ ամայի տարածքներ էին։ Կարևոր չէր դրանց համար կռիվ տալ։ Լելեթափե բարձունքի կորուստը։ Այս հասկանում եք, այսինքն բծախնդիր անձնային մակարդակի իջեցրած նախագահական գործելավոճ։ Այս մարդկանց, երբ որ մենք խոսում ենք այս ամեն ինչի մասին, դե բնականաբար սա ամբողջը չէ, պարզ է, այնուամենայնիվ այս մարդկանց բացի հանրային, հասարակական կամ քաղաքական հարցադրումներից այլ բովանդակության հարցադրումներ չպետք է լինեն, օրինակ նաև իրավական, հա։ Ես չգիտեմ, օրինակ աջ ու ձախ բոլորին դավաճան են ասում, ինչ որ խոսքի, բառի, աջակցության համար եւ այլն, բայց նույն Ռոբերտ Քոչարյանը դավաճան չի, որ չի ընդունել Արցախը Հայաստանին միացնելու Քիվեստյան տարբերակը, դավաճան չի, որ գաղտնազերծված փաստաթղթերում Մեղրիի բնակչության կամավոր էվակուացիա է քննարկել։ Հայտարարություն եւ գրված է Մեղրիի բնակչության Մեղրից Հայաստանի Հանրապետություն կամավոր տարհանումը։ Մեղրից Հայաստանի Հանրապետություն։ Եվ այդ մարդը նախագահ է, եւ մեր իրավապահ համակարգը բան չունի իրեն ասել։ Ես դա եմ ասում։ Այս մարդկանց իրավական հարցեր տալը։ Այստեղ է խնդրահարույց։ Եվ այստեղ է մենք գալիս ենք այն համոզման, որ այո, մեր իրավական համակարգը, դատա իրավական համակարգը, այդ բարեփոխումները պետք է շարունակվեն ավելի լուրջ, ավելի հիմնային, որովհետեւ չեն կարող ավելի փոքր կոռուպցիոներները կամ ենթադրենք քվեվաճառողները, քվեագողները դատապարտվել, իսկ այս մագնատները Գագիկ Ծառուկյանը եւ մնացածները իրենց համար նորմալ է, որևէ իրավական խնդիր չկա։
Կամ կա, բայց պետպես էլի, կա այնքանով, որքանով։ Այնքանով, որքանով։ Եվ իրենք պետք է 26 թվականին մասնակցեն խորհրդարանական ընտրությունների։ Էլի Ռոբերտ Քոչարյան, էլի Գագիկ Ծառուկյան։ Էլ ինչ եք մասնակցում, նա Սամվել Կարապետյանը մասնակցում է, ինչ տարբերություն ձեր մեջև։ Ինչի Սամվել Կարապետյանը տարբեր է Ռոբերտ Քոչարյանից ու Գագիկ Ծառուկյանից ու Սերժ Սարգսյանից ու Դաշնակցությունից ու Արման Թաթույանից։ Եվ այն ինչեր Մար Հայաստան եւ այլն։ Արթուր Վանեցյան հայտարարություն է, այս ինչ միջավայր է, այս ինչ քաղաքական կոնյունկտուրա է։ Եվ այստեղ է ես որ հաշ չեմ իշխանության գործելավոճի հետ։ Որի տարբերություն Մոլդովայի իրենք ասում են, չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը պետք է գնա իր գնահատականը տա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին քեզ քվե ա տվել, որ դու պաշտպան ես։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատերազմների ժամանակ։ Իսկ այս մարդիկ հիբրիդային պատերազմի գործիք են։ Պաշտպանիր։ Չեզոքացու հիմա 15 միլիոն եվրո են ստանում Եվրամիությունից։ Հիմա ինչ Եվրամիությունը ո՞նց է փակելու օրինակ Սպուտնիկ Արմենիան Հայաստանում։ Ո՞նց է պաշտպանելու։ Այդ 15 միլիոն եվրոն ո՞նց է օգտագործվելու, որպեսզի Սպուտնիկ Արմենիայի բերանը փակվի։ Կամ այն 3 ռուսական ալիքները փակվեն։ Այդ 15 միլիոն եվրոն պետք չէ դրանք փակելու համար։ Դրա փակելու համար պետք է քաղաքական կամք։ 15 միլիոն եվրոն ուրիշտեղ պետք է օգտագործվի։ Բայց եթե ուրիշտեղ օգտագործում ես, իսկ դրանք մնում են, որքան է դրա էֆեկտիվությունը։ Որ էլի իրենք կարողանում են գալ եւ խոսել քաղաքացու հետ եւ տարածել իրենց կեղծիքն ու սուտը։ Ցավոք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանն էր։ Մեր եթերը